Այս տարի լրանում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։ Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Միաժամանակ 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման աստիճանաբար կորցնում է իր դիվանագիտական առաջնահերթությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի ապրիլին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վերջնականապես հայտարարել էր, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Երևանի քաղաքական առաջնահերթությունը չէ։ Իսկ հասարակության շրջանում տարբեր մոտեցումներ են ուրվագծվում պատմական այս իրադարձության շուրջ։ Քաղաքացիների մի մասը առաջնային է համարում դրա միջազգային ճանաչմանն ու պահանջատիրությանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը։ Մի մասն էլ կարևորում է ապագային միտված ծրագրերը, չկենտրոնանալով հենց ցեղասպանության վրա, բայց եւ չմոռանալով այն։ Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, արդյոք նրանք ապրիլի 24-ն ընդունում են որպես հիշատակի օր, թե այն պետք է լինի նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում, ինչպես տարիներ շարունակ է եղել։ Որպես քաղաքացի մի անգամից եւ հակիրճ ասեմ, քաղաքականության հետ կապ չունի, մեր գեների, մեր հիշողության, մեր արյան եւ ընդհանրապես հայության համար ամենակարևոր օրն է, որպեսզի հիշենք, երբեք չմոռանանք, որպեսզի նման բան երբեք այլևս չկրկնվի։ Ապրիլի 24-ը եւ ցեղասպանությունը մեզ որպես ազգի եւ պետության պիտի լինի առաջերտի որպես 10 պատմական 10, որից մենք պիտի ամենալավագույն փորձը մեր պետության համար մշակենք եւ դրանով ինչ որ չափով ամրանցնենք մեր պետության սյուները, մենք պիտի հիշենք, եթե մենք մոռացանք մեր անցյալը, դա շատ մեծ հավանականությամբ կկրկնվի։ Դա մեր հոգու ճիճն է, մեր հոգու կանչն է, մենք չենք կարա դրանց մոռանանք եւ անպայման այցելությունը պետք է եւ դա պետք է որ վերևներից ընտրեն, թե չէ մենք ցածր մարդ ենք, մեր ինչ Վերևի մարդը պետք է դա ընդունի եւ ընտրի։ Արյան հետ եկելա, հոգու հետ կգնա։ Ինձ որ դա խորը բան է, խորը։ Առասարակ ապրիլի 24-ը մեզ համար դա հայոց ցեղասպանության հիշատակման տենց օրն է, որ պետք է ամբողջ աշխարհին մեր հայ ժողովուրդը միշտ պայքարող ազգ է եղել։ Դա մեր հազարամյա պատմությունների այն դարաշրջանն է, որ մենք պետք է համ հիշատակենք, համ հավետ չմոռանանք այդ օրը, որպես այդպես պատմական Հայաստանի կորցրած մեր տարածքները եւ մեր նախնիների, պապերի շիրիմները։ Ես ցավում եմ, որ ցեղասպանության քաղաքականությունը մի կողքի է դրված, որովհետեւ ճիշտ է որոշ հանգամանքներից ելնելով որոշ այդպես իրադարձություններից մեր վերջին 44-օրյա պատերազմից հետո Արցախի կորստից հետո քաղաքական օրակարգը լրիվ փոխվել է, բայց կարծում եմ կգա ժամանակ, որ արժանապատվորեն աշխարհին նորից այդ օրակարգը պետք է այդպես հայ ժողովուրդը ներկայացնի։ Իհարկե հիշել պետք է, բայց զուտ կարճել դրա վրա չեմ կարծում, որ ճիշտ է։ Պետք է առաջ շարժվել, բայց նաև չմոռանալ անցյալը։ Քաղաքականությունը ինչ կապ ունի դրա հետ, եթե այնպես օրա պիտի բոլորն էլ հիշեն, այդքան հարգեն այդ մարդը։ Իմ պապերն էլ են իրանից եկել, ես չեմ հարգեմ այդ մարդը։ Չենք ուզում մենք մոռանանք որպես բան ա եղել։ Որտեղ առաջի ցեղասպանությունն է եղել ու այդ շատ դաժան է եղել։ Սքո օրա մենք նշում ենք որպես սքո օր։ Հիշատակի օր։ Մեծ հիշատակի օր է, մեր նախնիները ավելին են արժանի։ Հիշատակի օր է։ Քաղաքականություններ չեմ իմանում, բայց ապրիլի 20 տրաուրի օր է։ Հոգեբանությամբ պետք չի ապրել, բայց պետք չի մոռանալ ու համարել, որ դա անցած է արդեն, չէ։ Ապրիլի 24-ը դա ողբերգության օր է։ Մարաշնահերթ օրակարգ է դա մեզ համար։ Չէ, պետք է լինի օրակարգում։ Պետք է մնա մարդու մեջ, բայց պետք է շարունակել ապրել։ Մենք հայությունը աշխարհի ամեն հայությունը ապրիլ 24-ը մեր ծնունդն է։ Առանց ապրիլ 24-ի հայություն գոյություն չի ունեցած ու չի ունենալ։
ապրիլ 24-ը մեր այրունն է, մեր ամեն ինչն է։ Մենք այդ նահատակներու շնորհիվ է գաբրինք։ Դա ցեղասպանության օր է, որը որ պարտադիր պետք է նշվի Հայաստանում ու մնացած երկրներում, պարտադիր պետք է ճանաչեն, որ դա եղել է ցեղասպանություն 15 թվականի ապրիլի 24-ը։ Հիմնականում հիշատակի օր, որը պետքա մեր օրակարգից դուրս չկա, միշտ պետքա մնա։ Մեր կենցաղում, մեր հիշողության դա մոռանալ չի լինի, ու ես մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր այսպես բան են անում, որ որպես ցեղասպանություն չդիտարկել, այլ դիտարկել որպես ինչ-որ մի անցողիկ բան։ Դա պետքա մնա։ Չգիտեմ, ամեն մարդ պիտի վերցնի իր այդ օրը ու հաճախի հուշարձաններին, էլի։ Պիտի անպայման ընդունենք այդ ցեղասպանությունը, որտեվ ժողովուրդ է, հա, զոհվել։ Համ ներքին, համ արտաքին, համ պետք է հիշենք, ամեն տարի պետք է հիշենք, բայց չհիշենք, մեր անցյալը չհիշենք։ Հոգեբանության հետ կապված ես խոսքի ջահելվախտը սպորտսմեն եմ եղել։ Вообще-то այդ հոգեբանությունը պարտված, չհաղթել, չպայքարել, ես չեմ ընդունել այս բաները։ Դու պայքարենք, պետք է առաջ չտանք։